ես չեմ հիշում։ Ես չափսի մեծ կարկուտ ես չեմ հիշում։ Եղել է կարկուտ, բայց ես վնաս մենք տեսած չկանք։ Ու ահա որ մի անգամից այնա սաղ շիֆեր, միֆեր ու արդեն չեն կարող դուրս գանք, վախեցանք, ասում եմ, որ աշխարհի վերջնա ես 60 տարեկան այդ աստիճան այդ ներքամ կարկուտ լա չեմ տեսել։ Ես լա շոկի մեջ եմ։ Հունիսի 20-ի ժամը 19:30-ից Տավուշի մարզում տեղացած ինտենսիվ կարկուտը եւ հորդառատ անձրևը զգալի վնասներ են առաջացրել հատկապես նոյեմբերյան համայնքի Ոսկեպար, Ոսկեվան, Կոթի, Ջուջևան եւ Բաղանից բնակավայրերում քաղաքացիները ահազանգում են, որ վնասվել են գյուղատնտեսական մշակաբույսերը, տանտանիքները, տնամերձ հողատարածքները, մարդկանց ավտոմեքենաները եւ տանիքի թիթեղները։ Եվ բնակիչների ահազանգի հետքերով Տավուշ մեդիան այստեղ է կարկուտից տուժած սահմանամերձ բնակավայրերում եւ կներկայացնենք, թե ինչ վնասներ են կրել սահմանամերձ շրջանի բնակիչները տեղացած հորդառատ եւ աննախադեպ կարկուտից հետո։ Սկսվեց 19:30-ի սահմանում, տևեց մոտավորապես մի 15-ից 20 րոպե, ու արդեն մնացածը պարզ երևում է ինչ է կատարվել։ Մեծ վնաս են կետավ խաղողենա ջարդել, այգում բանջարեղեն, ինչ որ կարտոշկա, բանջարեղեն, ես իմ ծառերը Գիլասի ծառերն է դաշտում, կարալյոկի թփերը բանա, էտա վնասը։ Շիֆերները ահագին, ռիցակեր, ջարդել, փշրել։ Կոնկրետ իմ ընտանիքը, ես որտեղ բնակվում եմ, իմ ընտանիքը 61 քառակուսի մակերեսով բնակարանի տանիքը ամբողջությամբ ջարդվել է, տանիքը ջարդվել է, ջուրը թափվում է, արդեն ներս է թափվում։ Ունդեղ պետք է վերանորոգում կատարենք, որ ապրենք, հետո այգին սենց է եղել, ուրեմն օդհատարներ ունենք, դրանքների վնասվել են։ Գյուղապետարանում ներկայացրել եմ, դիմում են գրել սացկագրերով ամեն ինչ։ Դե հիմա ինչ կանենք անեն, մենք խոմենակ չենք։ Ես այս տարիքում եմ, չեմ նման դեպք չեմ տեսել։ Էլ եղել է կարկուտ, մանր է եղել, ասենք մի ճիշտ տևողությունը շատ է եղել, ջարդել է, բայց այս վիճակում չի եղել։ Դե կլիշին աղբյալուս շիֆեմի ֆերացակել մի քանի հաջերտ մեջ տանիսիմես տրիգն այտա վերքնալ դեռ չարտ փշուրա ել ինչ կայեց չլայել էլի գույչան աղետ այտա Քանի րոպե տևեց։ Մի 20 րոպե ոչ պակաս կլել, բայց շատ զոր եկավ էլի։ Կա հատվածով էլի ավտոկե շատ աջարդել նախտի։ Հորդառատ անձրևի եւ կարկուտի հետևանքով պատճառված վնասների գնահատման նպատակով նոյեմբերյանի համայնքապետարանում ձևավորվել է հատուկ հանձնաժողով։ Համայնքային ու վարչական ներկայացուցիչները շրջում են տուժած բնակավայրերով, ընդունում քաղաքացիների դիմումներն ու իրականացնում վնասների նախնական գույքագրում։ Տեղացած կարկուտը մեր վնաս է հասցրել Ոսկեվան բնակավայրում։ Վնասի չափերը մեծ են, վնասները եղել են մեքենաների հետ կապված, եղել է շինությունների տների հետ կապված, բերքի հետ կապված։ Այսպիսի կարկուտ մենք ոչ մի անգամ ճիշտ ասած չենք տեսել, խոշոր չափի կարկուտեր։ Այսօր մենք արտակարգ ռեժիմով աշխատում ենք, չափերն ենք որոշում թե տանիքների, թե մեքենաների, թե բերքի։ Մենք ներկայացնելու ենք համայնքապետարան, այնտեղ արդեն կորոշեն։ Բնակավայրերի վարչական նստավայրերում մարդաշատ է, բնակիչները հերթագրվել են արձանագրելու բնական աղետից կրած վնասները։ Տեղացել է կարկուտ, հավից զվիչապ եւ եթե ավելի մեծ կոթի բազմաթիվ տանիքների 70%-ով լրիվ ոչ պիտանի արդեն դարձել տանիքները հարակից այգիներում տնամերձ տարածքներում մեծ բավական մեծ ավերածություններ եղել մեծ վնասակրվել ցանկատարածությունները քանի որ ինչպես գիտեք կոթին հիմնական զբաղվում է գյուղատնտեսությամբ եւ այս բանին ունենք մոտ 35 ընդունված դիմում Կիրակերով արտակարգ ռեժիմով աշխատում ենք օդի գյուղապետարան դիմումներ ենք վերցնում բնակիչներից։ Վնասներ են կրել նաև գյուղացիների բազմատեսակ պտղատու այգիները։ Հողի մեջ աշխատանք, ջանք ու եռանդ ներդրած գյուղացիներն այս տարի լիարժեք բերքի ակնկալիք չունեն։ Ահա որ վիճակ է, այս բանը ոչ եղածար, ոչ եկլի, ոչ եղա։ Ես լա շոկի մեջ եմ։ Ու ամբողջ գյուղն էլի մեն չի որ մենակ ստեղ մի թաղամաս առաջ կեր, մի թաղամաս մխփեր, միտեղ շատ միտեղ քիչ, բայց իմ մասսայական կողքի գյուղերով սենց 5000 հատ սարու լոբի եմ տել, վարյոնկա լոբին, որ վաճառ մենք հիմնականում դրանով ենք ապրում։ Այդ 5000 հատից ուրեմն ամեն այդ 5000 հատ սարին 10000 հատ թուփանում։ Ամեն սարու կողքին 7-8 հատ դնում ես։ Էդի որ հաշվում ես 150000 հատիկ ցանել ենք, 150000 հատիկ։
Հիմա որ տենակ ինչ վիճակ է, վարունգ ունենք չկա, լոբի ունենք չկա, հունի ծառերը կխնդրեմ մի հատ դուք ձեր աչքով նայեք ինչ է կատարվում։ Վնասների գույքագրումը դեռ շարունակվում է, միայն ամբողջական հաշվառումից հետո հնարավոր կլինի գնահատել կարկուտի հասցրած վնասների իրական ծավալը։ Կապրիսնո, կապոտնո, կրիշենո, ընկողի հայլինա ջարդել, տանիքնո, այգինո, լրիվ սենց էլ ոչ թե մենակ մերն այլ հարևանինն էլ այնա։ Սասեց, բանալ, ընկողն էլ գարաժ ունեն բանի, մեքենայի, են էլ, անասնագոն կա, են էլ, տան առաջը վազն ունեն, լավ բրնաց էր, աղպեց, աղտուս, պիչացուս, թապեց, դենց էլ եսին, տարբեր ձևի կարկուտ էր, քարակուսի կարկուտ էլ կար, Կարտապակշն ջերգար։ հա, մանդար, մեծ, սաղ իրար հետ սկսեց, միանգամից առանձանձր սկսեց կարկուտ։ 2026 թվականին Տավուշի մարզում սա կարկուտի առաջին դեպքը չէր։ Նախորդ օրերին կարկուտ էր տեղացել նաև Բերքաբեր, Ոսկեպար ու Կիրանց բնակավայրերում։ Իսկ հունիս ամսվա առաջին տասնօրյակում անբարենպաստ եղանակային պայմաններից տուժել էին Իջևան համայնքի Խաշթարակ, Լուսազոր, Սարիգյուղ, Սևքար, Ծաղկավան, Աճարկուտ ու Կիրանց բնակավայրերը։ Մինչ վնասների ամբողջական գնահատումն ու հնարավոր աջակցության հարցերի հստակեցումը բնակիչներն արդեն սեփական ուժերով վերացնում են կարկուտի թողած հետևանքները, նորոգելով տանիքներն ու մաքրելով վնասված այգիներն ու տնամերձ տարածքները։